Մեծարգո ազգային ժողովի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Բոլորս էլ գիտենք, որ մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ ա եւ դուք բոլորդ էլ գիտեք, որ ընտրելու եք ըստ էության խաղաղություն բերող քաղաքական ուժի կամ խաղաղությանը դեմ կանգնող քաղաքական ուժերի միջև եւ ուզում եմ այս պարոն Մինասյանն այստեղ չի ասել, որ պարոն Մինասյան օրինակ սկի մտածել եք, օրինակ այս գալիք ընտրություններին միայն ձեր կուսակցությունով մասնակցեք ընտրությանը, հետաքրքիր է էլի, որովհետև ժողովուրդը ձեր մասին բաներ է ասում, էլի, դու ասում եք ազգային կուսակցություն, բայց ժողովուրդն այս բաները ասում, չգիտենք, ամոթել է այստեղից ասել։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի բան ասել, այս ընտրությունների ֆոնին դե ակտիվացվել է տարբեր կուսակցություններ, դաշինքներ եւ այլն, եւ այստեղ սկսվել է մի տենդենս, որ սկսվել է պաշտպանել տարբեր հանցագործություն արված մարդկանց եւ երբ Գյումրիում պարզվեց, որ այդ ձայնագրությունը տարածվեց, որ համայնքապետը կաշառք պետքա վերցնի, ես իմ Facebook-յան գրառումն արեցի, որ Ժորժան սպասեք ազգային ժողովը մեզ հա դրամայա լինելու եւ կաշառակերին սարքելու են խաղ բանտարկյալ։ Հիմա բայց ոչ միայն կաշառակերին, Ավետիք Իսահակյանը մի լավ բանաստեղծություններ, որը տողեր ուներ, ասում էր ճկնաղին տգեղին սարքում եք ճկնաղ, բորնիկին սարքում եք կույս, հարգելին դիմադիրներ, մի գինեկոլոգիական բաների մեջ մի մտեք, մի այդ մարդկանց դեմ սարքեք, ասում է բանը, կաշառակերը բարեր արա, սրբապիղծը սուրբ հա, մարդկանց սպանությունը պլանավորողը բանա, սրբազանա, բոլորը խաղ բանտարկյալ են, են, ժորդ այս մանիպուլացիաներին մի ենթարկվեք, որովհետև տեսեք ինչա կատարվում։ Երեք ես համացանցում մի բան տեսա, չգիտեմ, այդ Կտրիշ Ներսիսյանն էր ասել, թե չէ, ասում է Կտրիշ Ներսիսյանն ու վեհափառը բանտից էլ կկառավարի եկեղեցին, այսինքն ինչ եք որոշել անել։ Հələ մի հատ ժողովրդին ասեք, ինչ եք որոշել անել։ Հիմա ինչ պլաններ ունեք, որ արդեն նախատեսել եք, որ բանտ եք եթալու։ Այո, ով Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ հանցագործություն անելու գնալու է բանտ միանշանակ։ Ասում է բանա, չգիտեմ, Սամվել Կարապետյանն եկավ, ասեց իմ ձևով ու դու բռնեցիք եւ իրեն դատեցիք ու մի քանի ամիս հետո մեկ էլ Սամվել Կարապետյանին մին անթրաշ անպլաշ փաստաբան ասում է բանա գրոհելու եմ Հայաստանի Հանրապետության վրա, ղալլաթ ես անելու, գլուխդ պատին ես տալու։ Հայաստանի Հանրապետության դեմով կփորձի ինչ-որ սադրանք հրահրելով, կփորձի գրոհել, հակաշները քաշելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, ես վերջում մի հանրահավաք տեղ ունեցավ, էլ ՀՀԿ, էլ ՀՅԴ, էլ Քոչարյանական, էլ չգիտեմ, էլ իշքամ ընդդիմադիր ուժեր կային, միավորվեցին, այնտեղ համացանցում տարածվեց մի բան, որտեղ մարդիկ իրար հետ խոսում էին փողով հանրահավաք գնալու, ես ամբողջը միացրեցին, դարձավ մի 7000 հոգանոց մարդկանց հավաք եւ այնտեղ ասում էին, գիտեք, 7000 չի 30000 է, բայց բոլորս էլ գիտենք, օպերայի հրապարակի 5400 քառակուսի մետր է եւ այդտեղ բացառվում է 30000 մարդ տեղավորվի։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այնտեղ այդ ջերմոցային աճած քաղաքական գործիչները, ջերմոցում աճած քաղաքական գործիչները չգիտեմ, արդեն իրենք իրենց իշխանություն են պատկերացնում, քաղաքացիական պայմանագրին են արդեն ընդդիմություն պատկերացնում եւ այլն, բայց ես մի համեմատական եմ ուզում տանել, այդպես մի բանաստեղծություն կա, ասում է դաշտի վարդը վիճում է ջերմոցի վարդի հետ, ասում է ինչի ջերմոցի վարդն ասում է ինչի է դաշտի վարդը ավելի թանկ քան ջերմոցինը, դաշտի վարդը պատասխանում է, որովհետև իմ դաշտի վարդի գլխին կարկուտ է եկել, դաշտի վարդի գլխին անձրև է եկել, քամի եւ այլն։ Հիմա նույնն է, ջերմոցում աճած քաղաքական գործիչները փորձում են այս ամեն ինչը մեր գլխին թափված, սրա մեջով անցած քաղաքական գործիչներին ճամփել տուն, իրանք էլ կգան իշխանության, կնստեն ու կվայելեն, բա չէ։ Այնտեղ դրած էր։ Ասում է բանա Ես երեք էր մյուս օրը կարդացի, որ Կտրիշ Ներսիսյանը կարգալույծ արել Տեր Արամին, ես ուզում եմ այստեղից ասել, որ Տեր Արամի կողքին եմ միանշանակ, որպես լավ հոգևորական, որպես լավ հայ քրիստոնյա, եւ ես խոստանում եմ, որ եթե այս ամեն ինչը ավարտվի եւ սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց,
եւ ես իմ երեխաներին տանելու եմ եւ խնդրելու եմ Տեր Արամը կենքի։ Այստեղից եմ ասում։ Ասում է բանը, Սերժն ասում է գնալու եմ Կտրիչ Ներսիսյանի կողքը կանգնեմ, որտեղ ասա։ Այ ընկեր, քեզ մերժել է ժողովուրդը։ Այս ժողովուրդը քեզ լարել է։ Հիմա ուզում ես հələ այդ Ներսիսյանին հələ ասում են գնա, էլի ինքը կարա իր կամքով գնա։ Դու հիմա գնում ես այնտեղ, որ իրանն էլ այդքան ժողովուրդը լարեն։ Քո հետ միասին։ Ասում է բանը, պարոն Խաչատրյանն այստեղից ասում է, որ ճանապարհով է եկել հացահատիկը։ Պարոն Խաչատրյան, ասեմ, այն որ դու բան ար, եթե ձեր շեֆի Քոչարյանը Ռոբերտի ժամանակ այդ երկաթ գծերը չքանդեին տանեին ծախեին, օրինակ դու այդ ճանապարհներն ավելի լավ կիմանաք, դու եկեք առու վաճառ կարել այդ ճանապարհները, որ այդ ռելեսները քանդե անել, տարել են ծախել են, շպալներն էլ տարել վառել են։ Մեզ եք հարցնում որ ճանապարհ, ճանապարհները պետք է սարքենք, այնքան գործ ունենք, այնքան ձեր քանդածները մինչև սարքենք, կյանքներից կեսն գնա։ Ասма խաղաղություն եք ասում եւ այլն։ Խաղաղության ինչի համար եք այդքան դեմ։ Հասկանում եմ ինչի համար եք այդքան դեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 26 թվականին ձեզ անես մի բան ասելու, որ դու ձեր ամբողջ կյանքում չեք մոռանալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է խաղաղության։ Թե չէ դուք արդեն ինչ-որ պայմանավորվածություն ունեք երևի, որ ասես պատերազմ անենք, սենց անենք, այս երկիրը սարքենք միութենական պետություն, ծայրագավառ սարքենք, այնտեղ կասենք դա էս իշխանությունը չի լինելու, այդ ձեր երազանքները թողեք, իջեք գետնի վրա եւ հաշտվեք այն հանգամանքի հետ, որ ձեզ այլևս ժողովուրդը մերժել է եւ վստահ եմ մերժելու է։ Ասում է Վարդանիկը կաշառքա, ասում ենք Վարդանիկը ձայնագրության մեջ կաշառքա վերցրել, ասում է Վարդանիկը քաղ բանտարկյալ է։ Դա իրանց համար երևի նորմալ է, այն ժամանակ պետք է ամայքապետը վերցնել ու այրգելի ժողովուրդ։ Տեսնում եք ինչի համար են իրենք ուզում գալ իշխանության։ Դու տեսնում եք, որ բոլոր կաշառակերներին պաշտպանում են։ Ասում է հոգեվորականը ստիպում է, ասում է բանը ծնողներիդ վերցրու եւ գնա այն մյուս հոգեվորականին, գնա Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի, հետո ասում են, չգիտեմ, ինչ որ մտել են մեր այդ բան ներքին գրառումներից ինչ որ հատված են հանել, ու ես ուրախ եմ, որ այդ հատվածն անել են, որտեղ այնտեղ վարչապետը վերջի տողով գրված է. բացառեք Հայաստանի Հանրապետությունում պետական ռեսուրսի կիրառումը։ Այդ ձեր համար խորհուրդ է, դու այդ չեք հասկանա, դու ասում եք դու հրաժարվեք, մենք գանք, որ պետական ռեսուրս օգտագործենք, դուք դրա մասնագետ եք։ Եվ ուզում եմ այստեղից ասել լրատվամիջոցներին, հարգելի լրատվամիջոցի գործընկերներ, մի արեք բաներ, որոնց պատասխանը հետո չեք կարողանալու տալ։ Այդքան մեդիան լցվել է մեր բոլորիս վրա ու փորձում է անհատապես վարկաբեկել, վատ բառեր ասել, սուտ ու կեղծիք տարածել։ Ես ընդհանրապես երբեք լրատվամիջոցի դատի չեմ տվել, բայց արդեն պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել յուրաքանչյուրին լրագրողի դեմ ով կփորձի ինչ-որ բան սխալ ներկայացնել եւ առաջինը մոտակա օրերին կտեսնեք պարոն Մինասյանն այստեղից ասում է լրատվականներ եք փակում պարոն Մինասյան մի անգամ ասել եմ այստեղից հիմա էլ եմ ասում եթե ձեր ունեցած ռեսուրսի չափ լրատվական ունենայի ես ձեզ վստահեցնում եմ դուք ձեզ չէիք ընտրեի որովհետեւ այնքան վատ բան են մեր մասին գրում որ եթե այդքանը ձեր մասին գրեին ու իրականն էլ բերեին դնեին կողը ժողովուրդը չգիտեմ ձեզ երևի չթողեր տնից դուրս եք գայիք շնորհակալություն Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին